Բարև ձեզ բարեկամներ, շուտով կմեկնարկի Fantasy Liga-ի 11-րդ տուրի Everton Manchester United հանդիպումը ծանոթացնեմ շատ արագ թիմերի մեկնարկային կազմերի հետ։ Սկսեմ Manchester United-ից, համար 10 Ռոնալդ Մելքումյան, նա թիմի ավագն է, համար 7 Վալերի Բաբայան, համար 5 կներեք ոչ, համար 11 Հայկ Աթայան, համար 1 Էրիկ Ավետիսյան, համար 8 մեկնարկած է հանդիպումը Արսեն Պողոսյան, համար 6 Սամվել Իսրայելյան։ Ծանոթացնեմ նաև Էվերտոնի մեկնարկային կազմի հետ, Մարկ Տորչյան, Լևթենիս Պողոսյան, Հայկ Գևորքյան, Նարեկ Սիմոնյան, Սերգեյ Սաֆրազյան, Հովանես Իրիցյան և Քրիստ Կանսապետյան։ United-ն է հիմա անցել գրոհի, այսպիսի փոխանցում կարող է այստեղ բավական վտանգավոր իրավիճակ լինել եւ չի հայտնվում գնդակը դարպասում, հիմա արդեն Էվերտոնն է գրոհի անցել։ Խլում է գնդակը Ռոնալդ Մելքումյանը, շարժվում առաջ, հարված եւ հրաշքով գնդակը չի հայտնվում դարպասում։ Գերազանց էին ամեն ինչ արել այստեղ United-ի ֆուտբոլիստները միայն վերջում չկարողացավ ոտքը դնել եւ գրավել դարպասը United-ի ֆուտբոլիստը հիմա անցել է գրոհի Էվերտոնը հաստում է գնդակը հատում է դիմայինգից փոխանցումը շեղեր եւ նորից United-ը եզրից սկսեց հանդիպումը փոխանցում աչիեզր Այսպիսի տարբերակ գրոհի շարունակության եւ գերազանց փոխանցում էր եւ կարող էր գրավել դարպասը, բայց նորից մի փոքր չհերիքեց Մելքումյան կանչում է թիմակիցներին առաջ, փոխանցում է փնտրում, տեսնենք ինչ գրոհի շարունակության տարբերակ կընտրի, այսպիսի փոխանցում, բայց մի փոքր ուժեղ էր Էվերտոնի դարպասապահը գնդակը խաղի մեջ կմցնի, մնում է գնդակը դեռևս Էվերտոնի մոտ ճիշտ էր այս փոխանցումը, շարժվում են առաջ, 3-3 են հիմա մնացել, վտանգավոր է, կարող է գրավել դարպասը եւ շեղ է ընթանում այս հարվածը, լավ գրոհ ձեռնարկեցին այստեղ Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց եզրափակումը այնքան էլ լավը չէր, հիմա արդեն գրոհում է United-ը, այսպիսի գրոհի շարունակություն, վտանգավոր է եւ հեռացված է գնդակը Էվերտոնը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, այսօր բավական հակադիր բևեռներ են իրար դեմ մրցում, առաջին եւ վերջին հորիզոնականի թիմերը, վտանգավոր է հարված եւ նորից գնդակը չի հայտնվում դարպասում, United-ը անցած 10 հանդիպումներում չունի ոչ մի պարտություն եւ անցած տուրում հնարավոր էր այդ պարտությունը գրանցվել, բայց բավական դրամատիկ եւ գեղեցիկ պայքարում նրանք մեկ գնդակի տարբերությամբ 13-12 հաշվով կարողացան հաղթել West Ham-ին, հիմա էլ այս խաղում պետք է փորձեն անպարտելի մնալ, վտանգավոր է հարված եւ գնդակը դարպասում է 1-0 է դառնում հանդիպման հաշիվը, Ռոնալդ Մելքումյանը բացում է խաղի հաշիվը եւ սկիզբ դնում այս հանդիպման առաջին գոլը, 1-0 տեսնենք ինչպես կփորձի պատասխանել Էվերտոնը Իհարկե նրանք էլ գիտակցում են, որ այսօր նրանց բավական դժվար հանդիպում է սպասվում, քանի որ United-ը ոչ միայն հաղթում է այս խաղարկության ընթացքում, այլ նաև հաղթում է եւ դառնում է բավական վստահ արդյունքներով եւ հիմա կարող է գրավել երկրորդ անգամ իսրայելյանը դարպասը, բայց փակվում է հարվածի ճանապարհը չկար անկյունային դարչումներ աներ դիպել եւ հիմա նորից խլեց Մելքումյանը գնդակը կարող է գրավել դարպասը եւ 2-0 Բավական հանգիստ կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել դարպասը եւ արդեն 2-0 է դառնում հանդիպման հաշիվը 4 րոպե է խաղի մեկնարկից անցել, բայց արդեն մենք ակնատես ենք եղել 2 դարպասի գրավման դուբլի հեղինակ դարձավ Մելքումյանը։ Էվերտոնն է մեկնարկել խաղադաշտի կենտրոնից հանդիպումը հիմա ամբողջ թիմով գտնվում են սեփական կիսադաշտում եւ չկան ուղարկի գրոհի տարբերակներ։ Հետ փոխանցում, այսպիսի տարբերակ են ընտրում գրոհի շարունակության, կենտրոնում են հիմա գրոհում կներեք Էվերտոնի ֆուտբոլիստները եւ Մելքումյան գնդակով շարժվում է առաջ, վտանգավոր է եւ այստեղ չստացվեց անցումը, բարձրից այսպիսի նետում
Առաջինը իսրայելյան ներգնդակի մոտ հերվից հարված, բայց փակված այս հարվածը եւ կլինի եզրից նետում։ United-ը բավական դիպուկ է գրոհում եւ դեռևս Էվերտոնին էլ այդքան հնարավորություններ չի տալիս գրոհելու եւ կարող էր այստեղ ինքնագոլ գրանցվել, բայց դարպասապահը ֆիքսում է գնդակը, այստեղ էլ բավական իներտ են գործում Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց լավ գրոհ է զարգանում, այստեղ էլ առաջինը դարպասապահը հասավ։ Մնում է գնդակը խաղադաշտի սահմաններում Մելքումյան այսպիսի փոխանցումով է փորձում շարունակել գրոհը, նորից Մելքումյանին են հասցեագրում գնդակը պաշտպանությունում այսպիսի խաղարկում եւ փորձեց սրել այստեղ խաղի ընթացքը, բայց փակված է այդ փոխանցման ճանապարհը եզրից խաղի մեջ կմտցնեն United-ի ֆուտբոլիստները։ Այդ փոխանցում Ավետիսյան, Մելքումյան շարժվում է առաջ հերվից հարված, բայց այս անգամ հարվածը շեղ ընթացավ։ Էվերտոնը նորից մեկնարկեց սեփական դարպասից խաղը։ Կենտրոնով այսպիսի անցում դեռևս մնում է գնդակով Էվերտոնի ֆուտբոլիստը, վտանգավոր է արդեն տեղափոխվեց ձախ եզր, հետ փոխանցում, կարող են գրավել դարպասը, բայց այստեղ իսրայելյանը հետ եկավ եւ խլեց գնդակը, այստեղ էլ Մելքումյանը վրա հասավ եւ մնում է գնդակը Մանչեսթեր Յունայթեդի մոտ ցածրից այսպիսի տեղափոխություն։ Կենտրոնում է գնդակը իսրայելյան, մնում է Յունայթեդի մոտ գնդակը, այստեղ անցումը չստացվեց եւ հիմա հակը գրոհում է Էվերտոնը, շարժվում են առաջ, կարող է այստեղ վտանգավոր լինել, կենտրոն հարված եւ այստեղ հանգիստ ֆիքսեց գնդակը Ավետիսյանը։ Խաղարկել են արդեն Յունայթեդի ֆուտբոլիստները, աջ եզրում է գնդակը, փոխանցում կենտրոն։ Տեսնենք ինչպես կշարունակվի եւ ինչ ավարտ կունենա այս գրոհը Մելքումյան։ Գնդակով է շարժում կենտրոն Ռոնալդ Մելքումյանը եւ հանգիստ փոխանցում հետ իսրայելյանին։ Արդեն այս դիրքից կփորձեն շարունակել նորից Մելքումյան նմանատիպ փոխանցում էր, կարող է երրորդ անգամ գնդակը հայտնվել դարպասում եւ 3-0 է դառնում հանդիպման հաշիվը Յունայթեդը դեռևս այս 6-7 րոպեների ընթացքում ուղղակի չի նկատում Էվերտոնի պաշտպանությունը բացեր կան եւ այդ բացերից առավելագույնս լավ են օգտվում Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները։ Ինչպիսի միջանցք էին տվել այնտեղ Մելքումյանին փոխանցում կատարելու, որն էլ փառահեղ նկատեց առաջ բացված թիմակցին։ Մեկնարկել է Էվերտոնը հանդիպումը խաղադաշտի կենտրոնից։ Փոխանցում կենտրոն, մնում է գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստների մոտ, ձախ եզրով է շարունակում գրոհը։ Այդ փոխանցում տեսնենք եւ գնդակը հեռացել է խաղադաշտի սահմաններից եւ հիմա արագ գրոհ են ձեռնարկում Յունայթեդի ֆուտբոլիստները կենտրոնով է շարունակում այս գրոհը, վտանգավոր է տեղափոխություն ձախ եզր եւ տեսնենք ինչ շարունակություն կընտրեն այս գրոհին եւ այսպիսի անցում, բայց այնտեղ լավ դիմավորեց, լավ մեջքը դրեց եւ խլեց, բայց այստեղ էլ շատ արագ ուղեց իր սխալը, փոխանցում ձախ չի հասնում գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստին եւ այստեղ էլ գնդակը հեռանում է հենց Յունայթեդի ֆուտբոլիստից։ Մենք շատ երկար մտածեց, ամեն դեպքում կարողացավ գտնել ազատ մտածած թիմակցին, այս փոխանցումը գերազանց կարդաց Աթայանը կենտրոնով են շարժվում առաջ, վտանգավոր է այսպիսի փոխանցում մնում է գնդակը խաղադաշտի սահմաններում։ Արթանյան, այսպիսի փոխանցում, բայց դուրս է ընթանում գնդակը։ Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնելու կներեք Էվերտոնի ֆուտբոլիստները այսպես շարունակություն ընտրեցին, հետ փոխանցում ներողություն տեսնենք դարպասապահի մոտ է հիմա գնդակը Յունայթեդի պրեսինգը բավական լավ դեռևս կարողանում են հաղթահարել եւ գրոհի են անցնում Էվերտոնի ֆուտբոլիստները եւ այստեղ էլ հանգիստ հասնում է գնդակը Ավետիսյանին փոխանցում ձախ եզր այդ փոխանցում նորից Ավետիսյանի հետ են խաղում Աթայան, այսպիսի փոխանցում, բայց սխալ էր այս փոխանցումը, վերադառնում է գնդակը Էվերտոնին հետ են փոխանցում, իսկ շատ արագ կորցրեցին այս փոխանցումը սխալ էր եւ հիմա Յունայթեդը նորից հանգիստ փնտրում է իր հաջորդ գրոհը
կենտրոն այսպիսի խաղարկում, Աթայան շարժվում է առաջ, Աթայանը գնդակով, վտանգավոր է, կարող է փոխանցել, բայց այստեղ էլ սխալվում են եւ հեռացված է գնդակը, նորից գնդակով է Ավետիսյանը, կենտրոնով փոխանցում սխալ էր, այս փոխանցումը լավ գրող կարող են ձեռնարկել, բայց շատ արագ United-ի ֆուտբոլիստները նահանջեցին, այս անցումը չի ստացվում, այնտեղ Աթայանը բավական լավ ուսի պայքարում կարողացավ դիմավորել մրցակցին, ձախ եզրով է շարունակվում United-ի գրողը եւ այստեղ էլ ավարտվում է այսքանով գրողը, ընդամենը եզրային հարվածի իրավունք են վաստակում։ Կենտրոն ուղարկեցին հետ գնդակը, հարված եւ դարպասաձողին շոյելով գնդակը հեռանում է դիմային գծից։ Տեսնենք այսպիսի նետում, կենտրոնում միայնակ էր մնացել, երկուսը մեկի լավ գրող կարող են զարգացնել, դանդաղեց այս գրողը, բայց շարունակություն կա, կարող է գրավել դարպասը, փակվում են հիմա բոլոր գոտիները առաջ մնացած եւ կարող է այստեղ մնում է ամեն դեպքում Էվերտոնի մոտ գնդակը կհետևի հարված, հետևում է փակված այս հարվածը բավական թույլ էր, բարձրից փոխանցում, մնում է գնդակը United-ի մոտ բավական գեղեցիկ գործեց այստեղ United-ի ֆուտբոլիստը եւ պահեց գնդակն իր թիմի մոտ։ Եվ շարժվում է առաջ հիմա այստեղ United-ի ֆուտբոլիստը, բայց նրանից խլեցին գնդակը, հիմա սեփական գրողն են նախաձեռնում Էվերտոնի ֆուտբոլիստները, կարող է այստեղ հարված կատարել, բայց փոխանցում ընտրեց եւ չի ստացվում այստեղ հարվածը։ United-ը նորից կսկսի իր գրողը, այսօր United-ի ֆուտբոլիստները նաև բավական լավ են պաշտպանվում եւ դեռևս հնարավորություն չեն տալիս դիպուկ հարված կատարելու Էվերտոնի ֆուտբոլիստերին, լուրջ գործի մեջ այսօր դեռևս Էրիկ Ավետիսյանը չի մտել։ Բարձրից այսպիսի փոխանցում եւ կլինի անկյունային հարված, հեռացված է գնդակը։ Տեսնենք ինչպես կփորձեն խաղարկել անկյունայինը United-ի ֆուտբոլիստները։ Փոխանցում ցածրից, հարված կրնկով, բայց փակված է եւ այստեղ կարող էր ինքնագոլ գրանցվել, բայց հեռացված է գնդակը, մնում է United-ի ֆուտբոլիստերի մոտ գնդակը, խլեցին Էվերտոնը եւ հիմա լավ հակագրող կարող են զարգացնել եւ այստեղ էլ խաղի կանոնների խախտում է արձանագրում մրցավարը, գնդակով կլինեն Էվերտոնի ֆուտբոլիստները, այնտեղ բավական խելացի խախտեց խաղի կանոնները, հիմա էլ գրոհում է Էվերտոնը, բայց այստեղ չի ստացվում անցումը։ Ավետիսյան, փոխանցում Աթայան, մնում է գնդակով Աթայանը։ Հետ է փոխանցում նորից, հանգստացնում է ավելի շատ դեռևս United-ը հանդիպումը եւ այսպիսի սրող փոխանցում, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը եւ նորից կլինի գնդակով Էվերտոնի դարպասապահը։ Ինչ կորոշի այստեղ, երկար պահեց եւ սխալվեցին ամենայն դեպս այս իրավիճակում Էվերտոնի ֆուտբոլիստները եւ նորից կարելի ասել գնդակը նվիրեցին United-ին, այս խաղարկում են հիմա արդեն United-ի ֆուտբոլիստները պաշտպանությունում գնդակը, տեսնենք ինչ շարունակություն կընտրեն այս գրոհին եւ ամեն դեպքում գնդակը մնում է, բայց կար խաղի կանոնների խախտում, թույլատրելիից բարձրացրեց ոտքը Էվերտոնի ֆուտբոլիստը եւ մրցավարն էլ դա նկատեց եւ արձանագրեց խաղի կանոնների խախտում եւ տուգանային հարվածն իրացնելու United-ի ֆուտբոլիստները Աթայան հերվից հարված, փակված է եւ հիմա հակագրոհի փորձ եւ սխալվում են Աթայան հարված եւ գնդակը հայտնվում է դարպասում 4-րդ անգամ 4-0 է դառնում հանդիպման հաշիվը։ Այնտեղ շատ կոպիտ սխալ թույլ տվեցին Էվերտոնի ֆուտբոլիստները եւ հենց դրա համար էլ պատժվեցին եւ արդեն պարտվում են 4 գնդակի տարբերությամբ։ Մեկնարկել են արդեն Էվերտոնի ֆուտբոլիստները հանդիպումը խաղադաշտի կենտրոնից, հիմա էլ սեփական գրողն են նախաձեռնում, փոխանցում կենտրոն, շարժվում է առաջ, մնում է գնդակով, կարող է գրավել դարպասը եւ որսում է գնդակը այնտեղ United-ի դարպասապահը Աթայան շարժվում է առաջ, փոխանցում կենտրոն, մնում է գնդակը United-ի մոտ լավ մեջքը դրեց եւ պայես գնդակը սեփական թիմի մոտ, այսպիսի գրոհի շարունակություն, բայց չի ստացվում հարվածը, գերազանց փոխանցում էր ստացել, բայց մի փոքր
գնդակը լավ չնստեց ոտքին, այսպեսի նետում հիմա առաջ ընդունել են գնդակը, բայց մի փոքր հեռու թողեց իրենից գնդակը եւ United-ն է հիմա արդեն նորից գրո ձեռնարկում 3 ֆուտբոլիստով դիմավորել են նրան այստեղ եւ ամենայն դեպս այնուամենայնիվ խլեցին նորից հետ է վերադարձնում գնդակը United-ի ֆուտբոլիստը հետ փոխանցում սխալ էր այս փոխանցումը եւ այստեղ էլ նորից խլեցին Everton-ն է հիմա գրո ձեռնարկում Իսրայելյանը կարողացավ փակել այս փոխանցման ճանապարհը Աթայան շարժվում է առաջ ձախ եզրով Աթայանը հարվածի այո հարվածում է բայց չկար եւ այստեղ էլ 11 մետրանոց է նշանակվում ձեռքով է խաղացել Everton-ի ֆուտբոլիստը 11 մետրանոց եւ սա էլ ավելի լավ հնարավորություն է ավելի խոշոր դարձնելու խաղի հաշիվը ամեն դեպքում մրցավարը գնում է դիտելու դրվագը կայացված է որոշումը եւ ամեն դեպքում նշանակված է 11 մետրանոց եւ սա էլ լավ հնարավորություն է առաջին խաղարկեսում United-ի համար ավելի մեծացնելու Կասուլիչը հարված եւ կենտրոնով է հարվածը հետևում նորից հարված բայց չեն կարողանում United-ի ֆուտբոլիստները գրավել դարպասը գերազանց սեյվով աչքի ընկավ այստեղ Everton-ի դարպասապահը եւ իր թիմին այս խաղում շանս եւ հույս է տալիս հանդիպումը փրկելու համար դեռևս իհարկե բավական ժամանակ կա եւ Everton-ը պետք է փորձի եւ սա էլ ավելի շատ պետք է մոտիվացնի նրանց այս խաղում վերադառնալու համար գրոհում է հիմա United-ը, սա արդեն վստահություն, կներեք Everton-ը, սա արդեն վստահություն կտա նրանց, գնդակով է աչ եզրում եւ այսպիսի անհարմար գործողություն եւ Աթայանը հիմա մենակ է մնացել դարպասապահի դիմաց, կարող է գրավել, բայց նորից դարպասապահը փրկում է իրավիճակը, շարժվում են առաջ Everton-ի ֆուտբոլիստները, այս փոխանցումը սխալ էր, փոխանցում աչ եզր Աթայան, մնում է գնդակով Աթայանը Փոխանցում սխալվում է այս փոխանցում կատարելիս գրոյի է անցել Everton-ը փոխանցում կենտրոն եւ այստեղ էլ չկար ոչինչ ընդհանրապես անկյունային իրավունք է վաստակում այստեղ Everton-ը գերազանց այնտեղ կարողացավ Էրիկ Ավետիսյանը կողնորոշվել եւ հեռացնել գնդակը դիմային գծից խաղարկված է անկյունայինը սխալ էր այս փոխանցումը Աթայանը այսպիսի փոխանցում բայց շատ ուժեղ էր թիմակցի համար փոխանցումը եւ հասնում է մինչեւ Everton-ի դարպասապահին գնդակը նոր գրո բայց այս անգամ էլ սխալվում են այս դիրքում Աթայան հարված եւ գնդակը ամեն դեպքում 5-րդ անգամ հատում է դարպասային գիծը Everton-ի պաշտպանած դարպասից բավական հանգիստ են United-ի ֆուտբոլիստներն այսօր գոլ խփում եւ կարծես ինչ-որ նկարագրելի վստահություն ունեն նրանք այսօր եւ կենտրոնում էլ շատ արագ են խլում գնդակ այս անգամ չստացվեց եւ Everton-ը լավ գրոյի է անցնում կարող է այստեղ հարված կատարել բայց անցումը փակված է մնում է Everton-ի մոտ գնդակը հարված եւ փակված այս հարվածը կլինի անկյունային տեսնենք ինչպես կխաղարկեն այս անկյունայինը հետ փոխանցում Եվ այստեղ Աթայանը նորից կարդաց խաղը մնում է գնդակով, շարժվում է աչ եզրով առաջ Դիմացը բաց է կարող է հարվածել, փոխանցում է կատարում, փակված է փոխանցման ճանապարհը, այստեղ էլ կարող է գրավել դարպասը եւ գնդակը 6-րդ անգամ է հայտնվում դարպասում Աթայանն էլ այսօր բավական գեղեցիկ գործեց այնտեղ թիմակիցները չեն ցանկանում կարծես Գոլի հեղինակ դառնալ անընդհատ փոխանցում էին միմյանց, բայց ամեն դեպքում Աթայանը որոշեց գրավել դատարկ դարպասը եւ արդեն 6-0 է դառնում հանդիպման հաշիվը մի քանի փոփոխություն տեղի ունեցավ United-ի կազմում եւ այս կազմով են հիմա շարունակելու հանդիպումը գրոհում է Everton-ը Տուգանային հրապարակում է արդեն Everton-ի ֆուտբոլիստը, բայց այստեղ գերազանց դիմավորեցին նրան եւ հեռացված է գնդակը, բայց ոչ շատ հեռու իսկ այս հարվածը Ավետիսյանի համար էր հանգիստ վերցրեց գնդակը Իսրայելյան այսպիսի գրոյի շարունակություն գնդակը մնում է Manchester United-ի մոտ Իսրայելյան բարձրից այսպիսի փոխանցում, բայց անհասցե էր այս փոխանցումը եւ հիմա դարպասից կնետեն Everton-ի ֆուտբոլիստները մասնավորապես դարպասապահ այսպիսի տարբերակով փորձեց եւ բավական լավն էր այս
քայլը դարպասապահի կողմից եւ հիմա գրոհում են, վտանգավոր է այստեղ փոխանցումը փակված է եւ գնդակը նորից գալիս է Ավետիսյանի մոտ։ Փոխանցում իսրայելյան կենտրոնում լավ էր նկատել բաց մնացած թիմակցին, նորից կենտրոնով շարունակություն, բայց փակեցին այս փոխասպան ճանապարհը Էվերտոնի ֆուտբոլիստները։ Նորից հիմա էլ արդեն կիսադաշտը հատել են Էվերտոնի ֆուտբոլիստները եւ լավ գրոհ են ձեռնարկում եւ նորից Ավետիսյանը հանգիստ վերցնում է գնդակը։ Իսրայելյան փոխանցում կենտրոն։ Աչ եզրով են հիմա գրոհ ձեռնարկում Յունայթեդի ֆուտբոլիստները, նորից տեղափոխություն կենտրոն։ Այսպիսի կրնկով փոխանցում, բայց այս տարբերակը չի ստացվում, այստեղ պրեսինգ եւ փրկվում է այստեղ Էվերտոնը բաց թողած 7-րդ գնդակից շարժվում են առաջ, հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները կարող են հիմա լավ գրոհ ձեռնարկել այսպիսի գերազանց փոխանցում, տեսնենք ինչ կլինի, հետ է փոխանցում, կարող է հարված եւ դարպասապահը հանգիստ ֆիքսեց գնդակը եւ այսպես այդ գնդակն ուղարկում է առաջ, ընդունեց այստեղ Յունայթեդի ֆուտբոլիստը, սպասում է թիմակիցների առաջ խաղացմանը, այս փոխանցումը հասնում է Յունայթեդի ֆուտբոլիստի նորից կտրող փոխանցում, բայց գնդակը հեռանում է եզրային գծից, գնդակով կլինեն Յունայթեդի ֆուտբոլիստները։ Այդ փոխանցում իսրայելյան, այսպիսի բարձրից փոխանցում, հարված եւ վրաշկով գնդակը չի հայտնվում Էվերտոնի դարպասում, ինչպես խաղարկեցին, ինչպես իսրայելյանը նկատեց առջևում ազատ մնացած թիմակցին։ Էվերտոնը արդեն մեկնարկել է խաղը սեփական դարպասներից, կենտրոնում են հիմա գնդակով Էվերտոնի ֆուտբոլիստները եւ փորձում են գրոհ ձեռնարկել, այսպիսի շարունակություն են ընտրում գրոհի կազմակերպման։ Փոխանցում ետ նորից իսրայելյանը փակում է, այստեղ անցումը չհաջողվեց, բայց ամեն դեպքում վերադառնում է Յունայթեդի մոտ գնդակը, խլում են Էվերտոնի ֆուտբոլիստները, պահում է գնդակը եւ մնում է կարծես թե Յունայթեդի մոտ, այո, պահեցին Յունայթեդի ֆուտբոլիստները իրենց մոտ գնդակը եւ աչ եզրով է շարունակում Յունայթեդի գրոհը կենտրոնում են, վտանգավոր է, կարող է այստեղ փոխանցում կատարել, փոխանցում հարված եւ դարպասապահը տեղում էր եւ կլինի անկյունային։ Խաղարկված է հերվից հարված եւ նորից գնդակը խաղի մեջ կմցնեն Յունայթեդի ֆուտբոլիստները անկյունայինից։ Տեսնենք այս անկյունայինը ինչպես կխաղարկեն նրանք։ Ետ փոխանցում, հետ է հասնում գնդակը մինչև դարպասապահ Ավետիսյանը, այսպիսի փոխանցում, բայց այս փոխանցումը արդեն բավական անհարմար էր թիմակիցների համար եւ ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը։ Հիմա արդեն Էվերտոնն է վեր սկսել հանդիպումը։ Փոխանցում աչ եզր։ Կենտրոնում է հիմա արդեն խաղարկում Էվերտոնը եւ այսպիսի անցում բավական հաջող ստացվեց այս անցումը։ Առջևում կան ազատ մնացած թիմակիցները, բայց այս անցումը նորից փակում է իսրայելյանը։ Եզրից խաղի մեջ են մտցնելու գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, դարպասապահն առաջ է եկել, հարվածեց եւ այս հարվածը բավական բարձր ընթացավ։ Եվ հիմա էլ արդեն կլինի նետում Ավետիսյանի պաշտպանած դարպասից։ Փոխանցում իսրայելյանին, տեղափոխություն աչ եզր։ Նորից կենտրոնում են արդեն Յունայթեդի ֆուտբոլիստները գնդակով, սպասում է ազատ բացված թիմակիցներին, կասեցված է այս փոխանցումը նորից, հետ է վերադառնում գնդակը, Հարությունյան շարժվում է առաջ, փոխանցում փակված է Հարությունյանի այս փոխանցումը, անկյունային, հենց նա էլ կիրասնի անկյունայինը եւ դարպասապահ այստեղ առաջինն էր եւ լավ դուրս եկավ իր տեղից, այստեղ էլ գերազանց պաշտպանվեց Յունայթեդի ֆուտբոլիստը Ավետիսյան գնդակով հանգիստ շարժվում է առաջ, այցևում մնացել էր ազատ իսրայելյանը, շարժվում է առաջ կենտրոնով, վտանգավոր իրավիճակ է եւ փակված է այս փոխասպան ճանապարհը, հիմա էլ հակագրոհում է Էվերտոնը, վտանգավոր է, այս անցումը չեղարկվում է, բայց մնում է գնդակով, այսպիսի փոխանցում, բայց թիմակիցը չհասկացավ մրցակ գործողությունը եւ այստեղ էլ կա խաղի կանոնների խախտում։ Ուգանային բարձրից փոխանցում եւ դարպասապահն այստեղ առաջինն էր։ Եզրից խաղարկել են արդեն
Ոչ, եզրից խաղարկեցին, այ հիմա խաղարկեցին United-ի ֆուտբոլիստները։ Եվ ինչ այստեղ տեղի ունեցել։ Նորից պետք է կրկնեն։ Հետ փոխանցում Ավետիսյան եւ այսպիսի գրոհի շարունակության տարբերակ են ընտրում գնդակը հասցեագրեցին Իսրայելյանին շրջանցում է մեկ մրցակցի Իսրայելյանը հարվածում է բայց գնդակը շեղ է ընթանում եւ ավարտված է առաջին խաղարկեսը United-ը հաղթում է 6-0 հաշվով բավական վստահ պայմաններում է անցկացնում առաջին խաղարկեսը United-ը եւ սպասում ենք ավելի հետաքրքիր պայքար երկրորդ խաղարկեսում Վերսկսված է հանդիպման երկրորդ խաղարկեսը, առաջին խաղարկեսից հետո Manchester United-ը վստահ հաղթում է 6-0 հաշվով, տեսնենք ինչ կառաջարկեն թիմերը մեզ երկրորդ խաղարկեսում եւ Everton-ը բավական վտանգավոր գոլի է անցել, բայց այստեղ էլ հետ է մղված գնդակը։ Ավետիսյան խաղարկում է Վարդանյանի հետ Փոխանցում Աչիեզեր, այսպիսի բարձրից անկյունագից, բայց սա Էվերտոնի դարպասապահի գնդակներ, իսկ այս գործողությունը բավական անհասկանալի էր։ Եզրից գնդակը խաղի մեջ են մտցնում United-ի ֆուտբոլիստները, Վարդանյանը խաղաց Ավետիսյանի հետ, կենտրոնում է հիմա նա գնդակով։ Տեսնենք ինչ գրոհի շարունակության տարբերակ, այսպիսի տարբերակ Աթայան չի արվածում դեռևս փոխանցում է կատարում նորից նրանն է գնդակը դարպասապահ այստեղ մեջքով հետ մղեց ինչքան էլ որ զարմանալի է Վարդանյան փոխանցում Աչիեզեր հետ փոխանցեցին գնդակը մինչև դարպասապահը նորից Վարդանյանն է գնդակով նորից Աչիեզեր է ուղարկում տեսնենք հետ փոխանցում Աթայանը միայնակ էր մնացել, այնտեղ չհպվեց գնդակին, եթե հպվեր կարող էր արդեն գոլի հեղինակ դառնալ, վտանգավոր գրոհ է զարգանում, այսպիսի անցում հարված եւ գնդակը դարպասում է, կրճատում է Էվերտոնը, հանդիպման հաշիվը 6-1 է դառնում եւ կարելի ասել այս իրավիճակում աշխատեց ֆուտբոլի չգրված օրենքը, չխփեց United-ը, աչքի ընկավ Էվերտոնը միայնակ անցման շնորհիվ կարողացավ գոլ խփել Աթայան հերվից հարված դարպասապահը տեղում էր շարժվում է հիմա Էվերտոնի ֆուտբոլիստն առաջ այսպիսի տեղափոխություն եւ գնդակը դուրս է գալիս եզրից բավական գրագետ այստեղ պաշտպանվեց Վարդանյանը փոխանցում Աչիեզեր այսպիսի փոխանցում եւ գնդակը եզրից նորից հեռանում է Brighton-ի ֆուտբոլիստներից Եկներեք Էվերտոնի ֆուտբոլիստներից Աթայանն է գնդակով ավելի ճիշտ Վարդանյանը հիմա փոխանցում կկատարի կենտրոն նորից Վարդանյան շարժվում է առաջ գնդակով Վարդանյանը տեսնենք ինչ կշարունակվի մնում է դեռևս նրա մոտ գնդակը փոխանցում Աչիեզեր հարված եւ դարպասաձողը եւ դարպասապահը համատեղ ուժերով փակեցին իսկ այս փոխանցումը հեռացված է եւ հասնում է մինչեւ Ավետիսյանը գնդակը ուղարկում է ձախ եզրում տեղակայված Վարդանյանին նորից Ավետիսյան տեսնենք փոխանցում է փնտրում այստեղ Ավետիսյանը եւ կիսվեց գնդակը Աչիեզրում ազատ մնացած թիմակցի հետ նորից նայ գնդակով կիսադաշտ է հասել մրցակցի մինչև Ավետիսյանը Վարդանյան բարձրից այսպիսի գեղեցիկ փոխանցում փակված է փոխասպան ճանապարհը գրոհ է ձեռնարկել Էվերտոնը մնում է գնդակ վերադառնում է գնդակը United-ի մոտ այստեղ էլ գերազանց պաշտպանվեց Էվերտոնի ֆուտբոլիստը եւ այսպիսի փոխանցում կմնա ոչ գնդակը հեռանում է ամեն դեպքում խաղադաշտի սահմաններից Էվերտոնի ֆուտբոլիստից եւ հիմա էլ գեղեցիկ փոխանցում ստացավ հարված եւ այս հարվածը շեղ է ընթանում եւ գնդակը խաղի մեջ կմցնի Էվերտոնի ֆուտբոլիստը
Էվերտոնն է գրոհում եւ այս փոխանցման ճանապարհը փակված է, կարող է գրավել դարպասը, վտանգավոր է հարված եւ գնդակը ցանցում է։ Շատ արագ Մանչեսթեր Յունայթեդը կարողացավ գոլ խփել եւ նորից վերադարձնել 6 գնդակի առավելությունը, արդեն 7-րդ անգամ է Էվերտոնի դարպասապահը գնդակը տեսնում մեջքի ետևում եւ նորից վերսկսված է հանդիպումը կենտրոնից։ Գրոհ է սկսել Էվերտոնը, կենտրոնով շարժում են առաջ, պրեսինգը բավական ահագնու է եւ կարողանում են այստեղ խլել ամեն դեպքում գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստները եզրից շարունակում է գրոհը Էվերտոնը փոխանցում կենտրոն, այս փոխանցման ճանապարհը փակված է, Յունայթեդն է գրոհի անցել։ Մելքումյան շարժվում է առաջ, մտավ Տուգանային հրապարակ, բայց այս փոխանցումը անհասցե էր։ Խաղարկված այս գնդակը այստեղ կարող էր խլել եւ նշանակվում է 11 մետրանոց։ Այնտեղ գերազանց գործեր չէին նկատել Աթայանին Էվերտոնի ֆուտբոլիստները եւ այս խաղում արդեն երկրորդ անգամ է նշանակվում 11 մետրանոց հարված Էվերտոնի դարպասին, տեսնենք երկրորդ դրվագը ինչպես կավարտվի։ Գասուլիչը հարված եւ այս անգամ կարողանում են գնդակը դարպասն ուղարկել Յունայթեդի ֆուտբոլիստները եւ 8-1 է դառնում հանդիպման հաշիվը։ Երկրորդ փորձից կարողացավ գրավել Հարությունյանը դարպասը։ Նորից մեկտարկեցին Էվերտոնի ֆուտբոլիստները հանդիպումը խաղադաշտի կենտրոնից, այդ փոխանցում եւ այսպես հեռացնում է գնդակը արդեն Էվերտոնի դարպասապահը եզրից, գնդակը նորից խաղի մեջ կմտցնեն Յունայթեդի ֆուտբոլիստները։ Փոխանցում Ավետիսյան խաղում է Աթայանի հետ, շարժվում է առաջ գնդակով Աթայանը, կենտրոնում է եւ այստեղ խլեցին գնդակը, բավական երկար չբաժանվեց գնդակից եւ եղավ այն ինչ պետք է լիներ իհարկե, այստեղ լավ են պաշտպանում դեռևս Յունայթեդի ֆուտբոլիստները եւ գնդակը եզրից է դուրս գալիս Հարությունյանից, Էվերտոնն է խաղարկելու եզրից, այդ փոխանցում այլ տարբերակ չկտան, Աթայանը խլում է հարվածում, փակված այս հարվածը դարպասապահի կողմից, նորից կարող է Աթայանը գոլ հեղինակել եւ այո, այնտեղ առաջինը հասավ Մելքումյանը եւ փոխանցեց Աթայանին, որն էլ գերազանց եզրափակեց այս գրոհը եւ դաշիվը դառնում է 9-1, բավական խոշոր հաշվով հիմա Յունայթեդը չեմ վախենա այս բառից օգտվել, ջախջախում է Էվերտոնին։ Նորից հիմա փորձում են գրոհ ձեռնարկել Էվերտոնի ֆուտբոլիստները, առջևում տարբերակ չկա։ Եվ այստեղ նորից խլված է գնդակը, հարված եւ գնդակը նորից ցանցում է։ Մելքումյանը դաշտ մտավ եւ Մանչեսթեր Յունայթեդը սկսեց արդեն շատ արագ գոլի հեղինակ դառնալ, հաշիվը դառնում է 10-11, բավական արագ կարողացան կարճ ժամանակահատվածում Էվերտոնի խփած 1 գոլին պատասխանել 4 գնդակով։ Եվ եթե Յունայթեդը այսպես շարունակի, կարող են իհարկե գոլերի ռեկորդ խփել այսօր։ Խաղը հիմա մի փոքր դադար է ստացել, Էվերտոնի ֆուտբոլիստները փորձում են հասկանալ եւ վերլուծել ստեղծված իրավիճակը, նրանք առջևում ընդհանրապես կարելի ասել գնդակ չեն խաղարկում եւ հենց այդ պատճառով միայն սեփական կիսադաշտում այդքան գնդակ խաղարկելով իհարկե չի կարելի գրոհ սկսել եւ հնարավոր էլ չէ առջևում տեղակայվում է Էվերտոնի ընդամենը 1 ֆուտբոլիստ, այն էլ այնպիսի դիրքում, որ հնարավոր չէ նրան գտնել խաղադաշտում, իսկ մնացած ֆուտբոլիստները ուղղակի սեփական կիսադաշտում փոխանցումներ են կատարում միմյանց եւ արդյունքում 1-2 ֆուտբոլիստով Յունայթեդի պրեսինգից հետո շատ արագ կորցնում են գնդակը եւ որոշ դեպքերում գնդակը հայտնվում է դարպասում, որոշ դեպքերում չի հայտնվում դարպասում, բայց համենայն դեպս
իհարկե այդպես չի կարելի։ Եթե այսպես շարունակվի, United-ը դեռ էլի գոլեր կարող է խփել։ Վերսկսում է հանդիպումը։ Եվ տեսնենք ինչ օգուտ կտա այս դադարը Էվերտոնին, շարունակում են գրոհ եւ այո, այսպես պետք է փորձել գրոհել եւ այս փոխանցումը սխալ է, բայց այստեղ լավ հետ խլեցին գնդակը, աշխատեց հակապրեսինգը եւ արդեն իսկ այո, սա նման է ինչ-որ բանի, տեղակայվել են 3 ֆուտբոլիստով մրցակցի կիսադաշտում, վտանգավոր է, շարժվում են առաջ, բայց երկար չի տևում եւ 2-1-ի հակագրոհ են կազմակերպել Իսրայելյան Աթայան, բայց այս փոխանցումը Աթայանի կողմից վատներ կարող էր միայնակ վճռել հանդիպման, կներեք, դրվագի ելքը, բայց չի կարողանում նպատակային փոխանցում կատարել, այստեղ էլ խլված է գնդակը եւ հեռացնում են։ Շարժվում է առաջ հիմա Էվերտոնը, բայց այստեղ էլ կներեք Մելքումյանն է շարժվում առաջ, հարված եւ գնդակը 11-րդ անգամ է հայտնվում Էվերտոնի դարպասում։ Այստեղ իհարկե անհասկանալի է, թե այս րոպեներին եւ ընդհանրապես այս հանդիպման ժամանակ ինչ է կատարվում Էվերտոնի հետ, նրանք պաշտպանությունում ուղղակի տեղի են տալիս եւ շատ կոպիտ սխալներ են թույլ տալիս, որից էլ իհարկե հաճույքով օգտվում են Manchester United-ի ֆուտբոլիստները, վերսկսեցին կենտրոնից հանդիպումը, տպավորություն է, թե արդեն Էվերտոնի ֆուտբոլիստները չեն ցանկանում շարունակել հանդիպումը, նորից սխալ եւ գնդակը հատել է եզրային գիծը, եզրից գնդակը խաղի մեջ են մտցնում Էվերտոնի ֆուտբոլիստները, փոխանցում առաջ, այսպես եւ այո, ամենայն դեպս չի մնում գնդակը Էվերտոնի մոտ, այստեղ էլ չի հասնի Էվերտոնի ֆուտբոլիստը գնդակին եւ եզրից նորից գնդակը խաղի մեջ է մտցնում Manchester United-ը, այսպիսի բարձրից փոխանցում չի հասնում գնդակը թիմակցին, Էվերտոնն է գրոհում, բայց այս փոխանցումը նորից սխալ էր, փոխանցում աջ եզր, Տուգանային հրապարակում միայնակ է մնացել, հարված էս դարպասապահը, այնտեղ կարողացավ հանգիստ փակել հարվածը, բայց եզրից շարունակեցին հանդիպումը United-ի ֆուտբոլիստները, գնդակով Ավետիսյանն է փոխանցում ձախ եզր Հարությունյան, այսպիսի տարբերակ ընտրեց գրոհը շարունակելու եւ վաստակում են անկյունայինի իրավունք։ Տեսնենք ինչպես այս անգամ կիրացնեն անկյունայինը, բարձրից փոխանցում, հեռացված է գնդակը եւ այս անգամ էլ նորից եզրից է դուրս գալիս գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստների կողմից, նրանք իհարկե կարող էին այս իրավիճակում գոլ խփել, դարպասապահը առաջացել էր եւ հիմա էլ արդեն գնդակը United-ի ֆուտբոլիստներն են բավական հանգիստ խաղարկում, հեռվից հարված եւ այստեղ էլ փակված է հարվածի ճանապարհը, փոխանցում, փորձում են դուրս գալ եւ լավ հնարավորություն կա հիմա կրճատելու, հաշիվը հարված, բայց այստեղ եւ գնդակը դարպասում է, հայտնվում, կրճատված է հաշիվը 11-2 է դառնում, երկրորդ փորձից այնուամենայնիվ կարողացան գրավել Ավետիսյանի դարպասը, առաջին դրվագում ոտքով սեյվի հեղինակ դարձավ, բայց հետո չկարողացավ մարմինը վերադասավորել եւ ընդունում է այս խաղում իր երկրորդ գնդակը։ United-ը վերսկսել է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից, բարձրից փոխանցում, փակված այս փոխանցումը, մնում է գնդակը Էվերտոնի մոտ։ Փոխանցում եւ խաղադաշտից դուրս է գալիս գնդակը։ United-ը արդեն վերսկսել է հանդիպումը, շարժվում են առաջ կենտրոնով, փոխանցում աջ եզր, այսպիսի անցում
Եվ եթե հիմա դարպասը գրավի բավական գեղեցիկ գոլ կստացվի, բայց Էվերտոնի դարպասապահը համաձայն չէր դրա հետ, որ նա պետք է հենց ընդունի այդ գնդակը հետ փոխանցում տպավորություն էր, թե բարձրից է փոխանցելու այսպեսի խաղարկում, գնդակը վերադառնում է դարպասապահի մոտ United-ի եւ շարունակվում է գրողը բավական առաջացել է այստեղ United-ը եւ հիմա կարելի է ասել 5 հոգով են գրողը շարունակում եւ խաղարկում են հիմա հանգիստ սպանում են հանդիպումը ուղղակի հիմա United-ի ֆուտբոլիստները այս փոխանցումներով բավական երկար խաղարկում սխալ, բայց գնդակը շատ արագ վերադառնում է United-ի մոտ։ Ինչպիսի գրողներ, ինչպես են իրար հասկանում հիմա United-ի ֆուտբոլիստները փոխանցումները իհարկե գերազանց այս անգամ սխալվեց եւ հիմա կարող է հարված հետևել վտանգավոր է փոխանցում կենտրոն, շարժվում են առաջ Աչ եզրով է գրող զարգանում, տեսնենք ինչպես կշարունակեն եւ գնդակը եզրից խաղի մեջ կմտցնեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Խաղարկված է գնդակը, այս փոխանցումը սխալ էր եւ հեռացված է գնդակը եւ այնպես որ United-ի ֆուտբոլիստը այստեղ կարող է հասնել գնդակին, այո, պահում է, կարող է հարված կատարել, շարժվում է կենտրոն։ Տեսնենք ինչ կորոշի այնտեղ միայնակ էր, բայց բավական դանդաղեց եւ շարունակում է փակված այս փոխանցման ճանապարհը գրողում է Էվերտոնը։ Բարձրից դարպասապահի համար բավական հարմար գնդակ էր եւ Ավետիսյանը կարողանում է ֆիքսել եւ փոխանցում կատարել։ Փոխանցում կենտրոն, այս փոխանցումը նորից սխալ էր։ Եվ այս անցումը չստացվեց, այսպիսի բարձրից փոխանցում, այստեղ առաջինը հասավ Էվերտոնի ֆուտբոլիստը, բայց գնդակը եզրից դուրս է գալիս հենց Էվերտոնի ֆուտբոլիստից։ Խաղարկված է Վարդանյանի կողմից այս եզրային հարվածը։ Շարժվում է հիմա կենտրոնով առաջ։ Տեսնենք ինչ շարունակություն կընտրեն այս գրոհին։ Հանդիպան տեմպը բավական ցածր է այս րոպեներին։ United-ը հիմա չի ցանկանում ակտիվ գրողներ ձեռնարկել, այսպիսի հարվածի փորձ դարպասաձողին է դիպում գնդակը եւ հիմա կարող է Էվերտոնի ֆուտբոլիստը հերվից հարված կատարել փակված այդ հարվածի ճանապարհը, այստեղ չկար ձեռքով խաղ շարունակվում է գրողը, փակված այս փոխանցման ճանապարհը եւ եզրից նորից գնդակը խաղի մեջ կմտցնեն United-ի ֆուտբոլիստները։ Եվ կարող է այստեղ սխալվել, բայց ամեն դեպքում նորից եզրային նետում է վաստակում։ Այս անգամ Էվերտոնը, բայց երկար չի մնում նրանց մոտ գնդակը շարժվում է առաջ։ Վտանգավոր է, այստեղ կարող են հիմա գրող ձեռնարկել երկուսի դիմաց է մնացել, շարժվում է առաջ Էվերտոնի ֆուտբոլիստը։ Փոխանցումի հետ կարելի է գրավել դարպասը, շեղ է ընթանում հարվածը։ Եվ կլինի մի քանի փոխարինում հիմա Manchester United-ի կազմում, Աթայանը եւ Իսրայելյանը վերադառնում են խաղադաշտ։ Ավետիսյան գնդակով շարժվում է առաջ, Ավետիսյանը խաղում է Աթայանի հետ փոխանցում Իսրայելյան։ Կենտրոնով հանգիստ քայլերով շարժվում է առաջ, Իսրայելյանը փոխանցում Աթայանին։ Սրեց հանդիպումը Աթայանը մի փոքր, բայց այս անցումը չստացվեց եւ գնդակը խաղի մեջ կմտցնեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Աթայան կարող է գրավել դարպասը, բավական երկար մտածեց, վտանգավորը շրջադարձ հարվածի փորձ, բայց չի հայտնվում գնդակը դարպասում։ Վերսկսել է United-ը հանդիպումը սեփական Ուգանայինից եւ հիմա գրող են ձեռնարկում նրանք, հանգիստ քայլերով են հիմա ֆուտբոլիստները շարժվում առաջ Էվերտոնի եւ գնդակը չի հասնում Էվերտոնի ֆուտբոլիստին Իսրայելյան փոխանցում Աչ եզրով է հիմա զարգացնում United-ը գրողը վտանգավոր է, կարող է հարվածել եւ գնդակը չի հայտնվում դարպասում, այսպիսի հեռացում, վտանգավոր է, կարող է գրավել դարպասը, այստեղ
դարպասապահը հետ նանջեց եւ կարողանում է կրծքով փակել հարվածի ճանապարհը գնդակով է իսրայելյանը։ Իսրայելյանը հիմա սեփական կիսադաշտում հանգիստ փոխանցումներով է շարունակում գրոհը վտանգավոր է կարող է գրավվել դարպասը Աթայան։ Եվ այս փոխանցումը հիմակցի համար էր, դերեք դարպասապահի համար էր, իսկ այստեղ չի ստացվում ճշգրիտ փոխանցում կատարել։ Գրոհում է United-ը, հարված եւ փակված է, Աթայան նորից հարվածը ետ է մղվում դարպասապահի կողմից։ Աթայան շարժվում է առաջ, հարված փակված է, հարվածը վերադառնում է գնդակը Աթայանի մոտ, փորձի նորից հարվածել, ամեն դեպքում խլեցին եւ այս փոխանցումը նորից United-ն է գրում, նորից հարված, նորից դարպասապահի ետ է մղում, դեռևս նույն սցենարն ենք տեսնում, հակագրող արագությունով փորձում է շրջանցել, վտանգավոր է, կարող է գրավել դարպասը, բայց այստեղ Ռոնալդ Մելքումյանը, որ այս րոպեներին խաղում է դարպասապահի ձեռնոցներով, շարժվում է առաջ, փոխանցում, նորից հեռացված է գնդակը։ United-ը նորից գնդակը եզրից խաղի մեջ կմցնի։ Տեմպը իհարկե այս հանդիպման թելադրում են, նրանք երբ ցանկանում են հանդիպման տեմպը արագանում է, երբ չեն ցանկանում, ուղղակի քայլում են երկու թիմերը խաղադաշտում։ Աթայան մտնում է Տուգանային հրապարակ, հարված եւ նորից դարպասապահը ոտքով հեռացնում է գնդակը, այսպիսի գեղեցիկ հարվածի փորձ, բայց փակված էր հարվածի ճանապարհը, ինչպիսի գեղեցիկ պտտվեց եւ հարվածեց շրջադարձ։ Նորից հերվից հարված եւ գնդակը այս անգամ էլ չի հայտնվում դարպասում։ Շատ գեղեցիկ տպավորիչ հարված էր կատարել, նախապատրաստել Ռոնալդ Մելքումյանը, գնդակը լավ էլ դիպչեց նրա ոտքին, բայց այնտեղ փակվեց այդ հարվածը։ Բավական գեղեցիկ գոլից զրկվեցինք մենք, բայց ունենք այն ինչ ունենք։ Էվերտոնի ֆուտբոլիստները հանգիստ գրոհ են ձեռնարկում եւ այս փոխանցումն էլ Մելքումյանի համար էր, շարժվում է առաջ Մելքումյանը, բարձրից այսպիսի փոխանցում եւ կարող էր այստեղ բավականին հետաքրքիր ոճով United-ի ֆուտբոլիստը դարպասը գրավել, բայց չի ստացվում ճիշտ թփվել։ Էվերտոնն է գրոհում, պրեսինգը բավականին ահագնում է United-ի, բայց կարողանում են դուրս գալ դեռևս այդ պրեսինգից, այսպիսի անցում, գնդակը մնում է խաղադաշտի սահմաններում։ Վտանգավոր է հարված եւ այս հարվածը իսրայելյանը ոտքով է փակում։ Հիմա նա է դարպասին, բայց դարպասապահի ձեռնոցները կրում է Մելքումյանը, վտանգավոր է, շարժվում է առաջ փոխանցում Աթայանին, այսպիսի փոխանցում։ Հիմա փորձում են գեղեցիկ գործել United-ի ֆուտբոլիստները եւ իհարկե դրա իրավունքն էլ լրիվ ունեն, հաշիվը բավական խոշոր է եւ փորձում են հիմա ուրախացնել նրանց հետևողներին։ Խաղարկում են հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները, այնտեղ չկար ոչինչ, հերվից հարված եւ այս հարվածը շեղ է ընթանում, նորից շատ լավ հարված կատարեց Ռոնալդ Մելքումյանը եւ այստեղ էլ գնդակը դուրս է գալիս խաղադաշտի սահմաններից եզրից եւ գնդակով կլինեն Էվերտոնի United-ի ֆուտբոլիստները։ Իհարկե Էվերտոնի ֆուտբոլիստները շատ կցանկանային գնդակով լինել, բայց ստեղծված իրավիճակում դա դեռևս հնարավոր չէ։ Այսպիսի փոխանցում հետևեց, բայց չդհպվեց գնդակին United-ի ֆուտբոլիստը Աթայան, հերվից հարված, բայց բավական բարձր է ընթանում այս հարվածը։ Նորից դարպասից կսկսեն հանդիպում Էվերտոնի ֆուտբոլիստները եւ արդեն 3 ֆուտբոլիստով նորից տեղակայվել է United-ը մրցակցի կիսադաշտում։ Վտանգավոր է, կարող է հիմա լավ գրոհ ձեռնարկել Էվերտոնը, բայց այս անգամ էլ չեն կարողանում։ Ռոնալդ Մելքումյան շարժվում է առաջ,
Սլանում է առաջ, վտանգավոր է, կարող է գրավել դարպասը եւ գնդակը հայտնվում է դարպասում։ Ամեն դեպքում United-ը վերադարձնում է 10 գոլի առավելությունը եւ արդեն հաղթում են 12-2 հաշվով։ Մելքումյանն այստեղ ինչպիսի արագություն զարգացրեց, ուղղակի գերազանց ամեն ինչ արեց ներկապահին դաշտում։ Դարպասապահը գոլի հեղինակ դարձավ։ Էվերտոնի ֆուտբոլիստներն են խաղարկում գնդակը եւ այս անցումը չի ստացվում։ Բաբայան փոխանցում Մելքումյան, բարձրից փոխանցում, բայց այստեղ ոչ ոք չհպվեց գնդակին։ Բարձրից այսպիսի փոխանցում խաղարկում են գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները։ Շարժվում առաջ, փոխանցում Աչիեզեր, կենտրոնում է գնդակը, կարող է գրավել դարպասը, բայց այստեղ էլ Մելքումյանը ետ է մղում եւ անկյունային իրավունք է վաստակում Էվերտոնը։ Իհարկե այս հանդիպումը եւ նորից հեռացված է գնդակը։ Աթայան շարժվում է առաջ։ Եվ այստեղ չկիսվեց գնդակով թիմակիցների հետ։ Նորից պահպանում է գնդակը իր մոտ Աթայանը, վտանգավոր է, պահում է գնդակը ճոճուն մրցակիցներին, բայց ամեն դեպքում կարողացան խլել գնդակը եւ այստեղ Բաբայանը պահում է գնդակը խաղադաշտի սահմաններում գնդակը եւ շրջանցում մրցակցին հերվից հարված եւ ավարտված է հանդիպումը 12-2 հաշվով United-ը ուղղակի չի նկատում այսօր Էվերտոնին եւ ֆանտաստիկ հաշվով հաղթում է 10 գնդակի առավելությամբ։ Շնորհակալություն մեզ դիտելու համար, հաջողություն կհանդիպենք։